Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն դեկտեմբերի 31-ն է, օրը տոնական է յուրաքանչյուր հայ ընտանիքի համար։ Ճիշտն ասած պատրաստել էի ձեզ համար հաղորդում եւ պետք է խոսեինք թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շուրջ, ինչպես է Կիևը կրկին եւ Օդեսան հրթիռային հարձակման ենթարկվել, ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում, Սաուդյան Արաբիան ինչպիսի հարվածներ է հասցրել Եմենին, խոսել էի ուզում նաև Իրանից, Իրանում տեղի ունեցող ցույցերից, Նետանյահու-Թրամփ հանդիպումից, բայց ահա վերջում որոշում կայացրեցի, որ ճիշտ կլինի այսօրվա մեր հաղորդումը լինի շնորհավորանքների տեսքով, քանի որ սա տարվա ամենասպասված տոնն է, որը որ ինչպես արդեն նշեցի, յուրաքանչյուր հայ ընտանիք նշում է, եւ յուրաքանչյուր մեկը լավ սպասելիքներ ունի գալող նոր տարուց։ Ճիշտ է լինում են մեր կյանքում այնպիսի դեպքեր, երբ որ տարին շատ անհաջող է լինում, ունենում ենք կորուստներ, կամ լուրջ առողջական եւ ֆինանսական խնդիրներ են առաջանում, ընտանիքում տարբեր ձևի խնդիրներ, բոլորս էլ մարդ ենք, բայց արիք մաղթենք այսօր, որ գալող տարին 2026 թվականը մեր բոլորի ընտանիքների համար լինի առողջության եւ հաջողության տարի եւ թող մեր բարեմաղթանքները լսելի դառնան Աստծուն, քանի որ մեր նպատակները եւ մտքերը բարի են։ Անցնող տարին մեծ հաշվով բավականին դրական նշանակություն ունեցավ Հայաստանի համար, բոլորս էլ գիտենք, այդ մասին խոսել ենք։ Վրաստանի համար եւս վատը չէր անցնող տարին եւ ես հույսով եմ, որ գալող 26 թվականը ավելի մեծ հաջողություններ է բերելու Հայաստան եւ Վրաստան աշխարհին, հայ եւ վրաց ժողովրդին, քանի որ Հայաստանը եւ Վրաստանը մեր մեծ ընտանիքներն են։ Եվ յուրաքանչյուր երկրի սիրելի հայրենակիցներ, որտեղ որ ապրում եք դուք, լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, եվրոպական այլ երկրները, Ռուսաստանի Դաշնությունը կապ չունի։ Ցանկանում եմ, որ ամենտեղ, որտեղ որ ապրում են մեր հայրենակիցները, իրենց համար լինի ամենուր հաջողություն։ Եվ ամենակարևորը նաև մեր ընտանիքներն են, սիրելի հայրենակիցներ։ Ինձ համար ընտանիք, ազգ, պետություն, ընկերություն այդ հասկացողությունները սուրբ են, ինչպես նաև հավատք եւ Աստված հասկացողությունը, եւ ես ցանկանում եմ, որ մենք բոլոր այդ բնագավառներում ունենանք միայն ու միայն հաջողություններ։ Եվ քանի որ մեր եթերները քաղաքական են, քաղաքական վերլուծություններ են անում, ես ցանկանում եմ, որ գալող 2026 թվականը զերծ պահի Հայաստան եւ Վրաստան աշխարհը պատերազմներից եւ խաղաղության ու բարգավաճման տարի լինի 2026 թվականը, որպեսզի մենք էլ մեր ընտանիքների համար կարողանանք անել առավելագույնը, որպեսզի ընտանիքներով ամրապնդենք մեր պետությունները, մեր պետականությունները։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, կրկին ու կրկին շնորհավորում եմ ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։